Ողջույն հարգելի հետևորդներ, 2025-ի դեկտեմբերի 3-ն է, ավարտվել է ակտիվ մեղվապահական ուրեմն փուլը, բայց չի ավարտվել պասիվ մեղվապահական փուլը, խոսեմ այդ փուլերի մասին, ուրեմն մեղվանոցը գտնվում է շատ լավ վիճակում, պետակները կազմել են կծիկներ, մեղվաընտանիքները կծիկների մեջ են, բայց կան նաև ակտիվ մեղվա ընտանիքներ, օրինակ սա հեշ լավ բան չի, որ ընտանիքը ակտիվ է, շատ վատ է, երբ որ ընտանիքը ձվարկում է, դրա մեջ ոչ մի լավ բան չկա, մեղուն մարշում է, թուլանում է, և մեղվապահի խնդիրն է հասկանալ, այսինքն պասիվ մեղվապահական շրջանում հասկանալ, ինչու է դա տեղի ունենում, ինչպես կանխել դա, ինչպես մեղուներին բերել հանգստի վիճակի, վերցնել որդու ձվերը, թե չվերցնել և այլն։ Ուրեմն նոյեմբերին ձվարկելը վատ է, դեկտեմբերին առավել ևս, հունվարին էլի վատ է, բայց փետրվարին արդեն նորմալ է, որտեղ գալիս են տաքերը, նայած ինչպիսի եղանակային կանխատեսումներ կան, որքան ուրեմն մեղուն պասիվ մնա ամիսներ շարունակ, այնքան նա գարունը ավելի արագ է զարգանալու, ուժեղ մեղվա ընտանիքներ եք ունենալու, քան թե որ ինքը անդադ ձվարկի և այլն։ Ջրի վրա կան մեղուներ, խնդրեմ, դա արդեն ինչ-որ բան նշանակում է, որ կա ինչ-որտեղ ձվարկություն կա, բայց միշտ չի, որ ջուր տանելը ձվարկության արդյունք է, նրանք նաև այլ բաների համար են տանում մեղուները, գուցե ինչ-որ խոնավություն ապահովելու։ Պավիլյոնում փեթակները ուրեմն այսպիսի վիճակում են գտնվում, ուրեմն հիմնականում բոլոր փեթակների վրից բարձրը վերցնում եմ, այսինքն բարձրը չեմ դնում փեթակի վրա, միայն շորա, ուրեմն և տակը մեղուն, նայեք ոչ մի տաքոց չկա մեջը, կծիկները ներքևում են գտնվում, հիմա չենք տեսնի, շրջանակները թողնված են ըստ մեղուների քանակի ուրեմն, 3-7, ուրեմն ես 7 շրջանակի վրա է մեղուն, բայց ներքևում է, հիմա չեմ կարա ցույց տամ, սկզբում գիտեք մեղուն ներքևում է, տեսեք ինչքան լավ է, որ մեղուն պասիվ է, դուրս չի թռնում, այսինքն մեղվապահների լեզվով, շատ մեղվապահների լեզվով ասած, քնած վիճակում է, տաքոց մաքոց չկա, այսինքն մինչև ուրեմն մինչև -7 աստիճան, դրսի ջերմաստիճանն եմ ասում, մինչև -7 աստիճան, ընտանիքը, մեղվա ընտանիքը գտնվում է այսպիսի վիճակում, բարձրը այսպես դրված, այսինքն համարյա չդրված, երբ որ դուրսը շատ մինուս անի, այսինքն ուղղակի դնելու եմ վրան, և վերջ, հետո երբ որ էլի օրերը մի քիչ փոփոխվան, էլի բարձրացնելու եմ, էլի այսպես դնում եմ, սա ամենալավ ձմեռացումն է ապահովում, արդեն փորձը վկա, որը շատ թույլ փեթակներն, այսինքն 4 շրջանակ, 5 շրջանակ, հազիվ մեղուապատ է, բարձրը այդպես չեմ դնում, ուղղակի դնում եմ վրան, էլի մեկը մեջը ցուրտ է, այսինքն սառն է և մեղուն հանգիստ ձմեռում է, ըստ ուժի, հիմնականում ստեղ ուրեմն 80-90% մեղուները բարձրը վրաները չեմ դնում, գիշերը հազիվ ուրեմն 0 է անում, մինչև -7 թողում եմ, երբ որ -7 է լինում դրսում, ստեղ պավիլյոնում ուրեմն լուսամուտները ամբողջովին բաց են, չեմ փակում ոչ մի դեպքում և ներսը գալիս կանգնում է 0, այդ ժամանակ -7-ից ավել եթե լինում, ուրեմն բարձրը դնում եմ, հիմա ինչ աշխատանքներ կան անելու, բացի բարձր դնել հանելուց, հլը ոչ մի անգամ չեմ դրել, հանել եմ, բայց մեղվա ընտանիքներ կան, որոնք ասենք թե շատ է թռիչքը բան, ուզում եմ տեսնեմ, ворթ և ձու ունեն մեջները թե չէ, եթե այդ որդու ձվերը փոքր որդեր են, կարելի է դրանք հանել, ընդհանրապես չտալ մեղվին, տանել, այդ որդերը կտրել և տեսնել տզի բուժման արդյունքները, որ ասում եք տիզը թափվավ, բուժեցի, դա բուժում է, իսկ ես ուզում եմ տեսնել առողջացել է ընտանիքը թե ոչ, հիմա ուրեմն տեսախցիկը մի հարմար տեղ ուրեմն կդնեմ, որպեսզի տեսնենք միասին
կծիկի մեջից արդյոք կա որդուձու, կծիկ քանդելը հիմա վտանգավոր չի։ Այս փեթակը տեսնենք, կարանք տեսնենք արդյոք ինչ որ ворդ սու ունի, չունի։ Ինչի եմ սա նայում, որտեվ մոտ մի ամիս առաջ ստեղ ձվարկություն կար։ Հիմա տեսնեմ դրանից մի բան մնացել, եթե մնացել է փորձեմ խլեմ իրենից և տանեմ տզի արկայությունը ստուգեմ։ Ուրեմն սա շատ ուժեղ կծիկ ա եղել, 6 շրջանակի վրա եմ բունը հավաքի, ինքը մի 8 շրջանակ մեղու կլներ լավ խիտ պատող, բայց քանի որ կծիկի մեջ էր, ուրեմն կծկվել դարձել է 6։ Գիտեք, որ կծիկը մի քանի անգամ փոքրացնում է մեղվի ծավալը։ Աշխատել եմ ծաղկափոշով ռամկեքը շրջանակները որքան հնարավոր է հանեմ կամ վերջ քաշեմ, որ հետո հանեմ և մեղրոտները դնեմ մեջտեղներում, որ ծաղկափոշի շատ չուտեն իզուր տեղը, անիմաստ տեղը։ Կարող է նոր կարելի է ծաղկափոշիները տալ, որ ձվարկություն անեն։ Այդտեղ դեռ որ չկա, բայց նոր ծնված մեղուներ, տեսա, նոր ծնված մեղուներ, 1 օրեկան կամ մի քանի ժամվա, արդեն երևաց։ Տեսնեմ կարամ հանեմ։ Բայց շատ մեծ ворդ, քանը չեմ ուզենա փչացնեմ։ Տեսեք, ուրեմն կնքած ворդ, բաց ворդ չկա, բավական կնքած ворդ ունի, դա լավ չի, որ ակտիվ է եղել արել, մեղուն իզուր տեղը տաքություն է ուրեմն պահպան է, որ այս որդը կարնա պահի և դրա շնորհիվ մաշվել է, կերածախսել, տիզա զարգացրել, հիմա ես ուզում եմ մի քիչ լներ այս որդը տանեի տիզը ստուգեի, բայց կսպասեմ մի 4 օր, 4 օրից ստեղ կմնա մի 50 հատիկ ворդ, կամ 60 կամ 30 և այս շրջանակը կվերցնեմ իրենից։ Եթե իհարկե եղանակելի դրսում ըլնի սենց հարմար ջերմաստիճան, հիմա դրսում +10 է, Դավիթ Հաշենում եմ գտնվում։ Տեսակ ուրեմն, տեսակ, մարդկա բացում է որդերը ցույց է տալի ուրախանում է։ Ամենայն հարգանքով եմ ուզում բոլոր մեղվապահների մասին խոսալ, բայց ընկերներ, դա պրոֆեսիոնալ մեղվաբուծություն չի։ Ես էլ երբ որ առաջ փորձս քիչ էր, կարայի ուրախանայի նման բաների վրա։ Ամբողջ աշխարհը, Ռուսաստանը, որտեղ մեղվաբուծությունը բավականին զարգացած է։ Ինչ եմ նշում Ռուսաստանը, որովհետև այդ ռեգիոնները Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, ուրեմն ցուրտ, ուրեմն կլիմա ունեն եւ մեղուները կծիկ են կազում եւ երբ որ նրանք նոյեմբերին ворդ են տեսնում, ուրեմն սարսափում են այդ մեղվապանները, հանում են մեջից, չեն ուզում, ցուրտ են պահում փեթակը եւ այլն։ Ուրեմն այս ворդը չեմ վերցնի, ես այսօր ուրեմն նախատեսել եմ, որ տեսանյութում ձեզ ցույց տայի ոնց էի ворդը հանում, ոնց էի մեջից փորձում տզի արդյունավետությունը տեսնել բուժման, բայց այսօր չեմ անի եւ երկրորդ դուք բաժանորդագրվեք ուրեմն մեղվային Facebook-յան էջին, եթե ձեզ հետաքրքիր է ուրեմն խելացի մեղվաբուծություն, բայց չթողնեք ոչ մի տեսանյութ, հաջորդ տեսանյութում էլի փեթակներ կան, ոնց չլինի, մենք կհանենք ուրեմն կնքած ворդ գոնե մի 50-ից 100 հատիկ եւ կտեսնենք այս տարի տզի բուժման արդյունավետությունը, արդյոք այդ փակ ворդերի մեջ տիզ մնացել է թե չէ, ու եթե մնացել է, ապա ինչ անել։ Այսօր առայժմ այսքանը, մինչ նոր հանդիպում։